ես ամենից շատ տխրել եմ հենց հավաքականի խաղերի այն վատ պարտությունները։ Հա, մեկ պետք է այդ մեղքի բաժինը մեր մեջ գտնենք։ Բնավորության խնդիրն է։ Չէ, ես ուրիշ կողմ եմ տանում, եք։ Հայ խաղացողների մեջ էդի մենտալ խնդիրն է։ Մենք շատ հաճախ կողքից նայում ենք, բա լավ դեխի եք դուրս եկել խաղադաշտ, որ ասենք տենց պետքա լիներ։ Մենդ հարց կա, ասում եմ, տանգես կոտանգես չի։ Չէ, իրենք էլ միս ու արյունից իրենք ավելի ծանր են տանում։ Կոպիտ ասած մտածում ես արելով ես էլ եմ ֆուտբոլիստ, իրանք էլ են ֆուտբոլիստ, տենց մտքերը ատեն տենց խաղից հետո դու գալիս էլի։ Ուդար պասամալյուբիու էլի տենց։ Բա ձեզ մոտ ոնց եղավ։ Որ ասում են, վատ մտնոլորտ կամ ինչ-որ մի բան Հայաստանի հավաքականի խաղացողների փոխհարաբերությունների մեջ էդի չի եղել երբեք։ Կա ինչ-որ մի բան, որ բերել է Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքական, մենք դա չենք տեսնում, բայց դա շատ կարևոր է։ Պետքա անես։ Եթե ուզում ես տեղ լինես, պետքա էսի անես։ Որտեղ մենք չենք կարողանում նրանց այդ օգնենք, որպեսզի հասնեն այն մակարդակին, որը որ մեզ անհրաժեշտ է։ Ասեմ, մեզ պետք էր միշտ հավաքականում ուժեղ ձեռք մարդ։ Այսինքն պետքա կուրորին ինչ որտեղ հավատակ այդ առաջադրանքին ու գնաք առաջ։ Կոպիտում ասում ես, էսա պետք։ Ուրիշ բան քեզից չենք ուզում։ Չէ, օրինակ ասում եմ, մենք պետքա պարտադիր կրենք օրինակ ազգերի լիգան։ Պետքա պատրաստ լինես, հեշտ չի լինելու։ Շատ լավն է, շատ լավ։ Ես առաջարկում եմ հաղորդումը մի 2 ժամ դնենք։ Հայաստանում հիմա հայ խաղացողը այդպես գումար չի ստանում երևի։ Գրեթե 100 խաղ Հայաստանի ազգային հավաքականում։ Գաղտնիք չկա։ Ծանոթ չունեք։ Քաղցը չկա խորհուրդները, բաները, դա միշտ լսել եմ ու ընդունել եմ ամենակարևորը, մենակ լսելը չի։ Իրանք վերջ գիտեն, որ արդեն всё, ես խաղում եմ։ Միանգամից ինձ տեղափոխեցին աջ պաշտպանի դիր։ Ու մեր տարիքից դուրս եկանք ես, Վատոն։ Ամենակարևորը այդ բոլոր մարզիչները հոյակապ ազնվորություններ են եղել։ Հիմա Տուլիպան մեր 1 չխաղացրին, 2 չխաղացրին, քանի դեպք է հիշեք, որ հայ խաղացողը գնացել է այդ այգին։ Իրանք այնց խորհուրդներ են տվել, որ կյանքին է վերաբերվում դա, ոչ միայն ֆուտբոլին։ Բայց մարշչականը դա ամենավերջին տարբերակն է։ Իմ Փարքաստո ինձնից ինչ կախված ա եղել, ես արել եմ։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յան ալիքում եւ այսօր ունենք հյուր, ում անցած ուղին եւ այն ճանապարհը, որը փորձառությամբ լեցուն, համառությամբ լեցուն ու իհարկե արագությամբ լեցուն, մեզ շատ ու շատ ուրախանալու առիթներ է տվել։ Հուսանք դեռ շատ ավելի երկար այդպիսի առիթներ կունենանք։ Այդ ամենը մեկտեղված է մեկ մարդու մեջ, ում անունն է Կամո Հովհաննիսյան։ Այ դուք ասացիք, որ որպես այդպեսին սիրում եք փակ լինել ավելի։ Մի քիչ բացվել եմ, բայց հիմնականում այտենց շատ դեպի բանը չի եղել։ Կարակ հարցնեք իմ խաղանկերներին, ես էլ այտենց փակ ոչ խոսում եի, ոչ բան։ Դե բայց փակ լինելը ձեզ չխանգարեց, որ 3 դառնաք արդեն չեմպիոն Հայաստանի առաջնության եւ շնորհավորում եմ ձեզ։ Մերսի։ Հերթական չեմպիոնության կապակցությամբ կա չեմպիոնությունների շարքում առանձնահատուկ չեմպիոնություն ձեզ համար, որը որ ցենց կառանձնացնեիք եւ միևնույն ժամանակ էլ այս հարցի մեջ էլ մի քիչ ուրիշ բան կդնեմ։ Կա ձեզ համար գաղտնիք չեմպիոնության հասնելու համար։ Չէ, առանձնահատուկ, բայց երևի բոլորը են սենտիմենտալ պատասխաններ առաջինը, բայց չէ բոլոր չեմպիոնություններն էլ հաճելի է։ Ես սենց համեմատություն անեմ, կարող է մի քիչ վատ լինի։ Ես կուզեմ, որ չեմպիոնություն զգացողությունը էդի նարկոտիկի նման բան անի խաղացողների մոտ, որ կախվածություն ունենան չեմպիոն դառնալու էլի։ Եթե առաջին, երկրորդ, երրորդ մի քիչ տենց բուրն ես բան ես անում, չնայած այս մեկն էլ դժվար տրվող բան է։ Ասում էի գաղտնիքը ինչու՞մ է, բոլորը այդ գաղտնիքը գիտեն, դա կայունությունն է։ Ավելի երիտասարդ Կամո Հովհաննիսյանը, ով փակ էր շփման առումով, խորհուրդներ որպես այդպեսին ավելի փորձառու խաղանկերներից, մարզիչներից, կոմունիկացվելու առումով։ Այդ մեկը, հա, ես միշտ լսել եմ կողից խորհուրդները, բաները, դա միշտ լսել եմ ու ընդունել եմ ամենակարևորը, մենակ լսելը չի, որովհետև կողից ավելի լավ է երևում, թե ինձ ինչն է պակասում, ինչի վրա ես պետք է ավելի աշխատեի, դա կողից միշտ ավելի լավ է թվում։ Իսկ ներկայումս արդեն շատ մեծ փորձ ունեցող Կամո Հովհաննիսյանը օգնում է խորհուրդներ տալիս է խաղանկերներին։ Փորձում եմ,
ինչքանով որ ես հիմա ֆուտբոլի մեջ եմ եղել, ինչով որ սովորել եմ ուրիշ մարզիչներից ու ինչքանով որ ես հիմա հասկանում եմ մեր մարզչի մտահղացումները, այդքանով եւ փորձում եմ խորհուրդներով օգնել իմ խաղանկերներին, բայց մի հատ խնդրեմ կա հայ խաղացողների մեջ, դա մենտալ խնդիրն է, բնավորության խնդիրն է, որ այդ ուղղության վրա պետք է ավելի շատ աշխատվի։ Շատ sense փակուղի հարցի բերեցիք, որովհետև այո, հա, մենտալ առումով սպորտսմենը պետքա պատրաստ լինի։ Օրինակ ձեզ ի՞նչն է օգնել այդ մենտալ մակարդակը բարձր պահելու առումով, բնավորությունը ինչ որտեղ միգուցե տաքարյունությունը մի կողմ դնելու առումով։ Հատուկ կենտեր, եթե նայենք հիմա Հայաստանի հայ խաղացողներին, կենտերն են որ գնում են բարձր մակարդակի, ես էլ չեմ ասել որ շատ ինչ որ բարձր մակարդակների վրա եմ գնացել խաղացել եմ ինչ որ top առաջնություններում խաղացել, ինչքանով որ կարողացել եմ, ինչքանով որ իմ հնարավորությունը ճիշտ է եղել եմ պահեր, երբ որ կարայի, ինչ պատճառներով չի ստացվել, ավելի աճ գրանցեի, չի ստացվել, բայց ինչքանով որ ես կարողացել եմ, փորձել եմ արդարացնել, բայց որ ասում եմ բնավորության պահը հայ խաղացողների, դա ինա որ ջահել խաղացողները, երբ որ իրանք սկսում են հիմա խաղալը, իրանք վերջ գիտեն որ արդեն всё ես խաղում եմ, քաղցը չկա, լավ 1 2 3 խաղացողի մոտ կա, իրանք գնում են, օրինակ Վահան Բիչախչյանը, գնաց Ժիլինա ինչքան 5 տարի, սկզբից չէր խաղում ինչքանով որ ես եմ հիշում, դիմացավ, պայքարեց ու ավելի քայլ, գնաց առաջ, այդ բնավորությունը հենց այդ է որ չգնաս ու այնտեղ որտեղ որ գնացի, հաստատ հեշտ չի լինելու, որովհետեւ պատկերացրեք, հիմա Հայաստանում գալիս է լեգիոներ, չէ՞։ Ինքը բոլորը ասում են լեգիոները պետք է մի գլուխ, երկու գլուխ ուժեղ լինի, որ ստեղ խաղա։ Ինչքան մեծ է չէ լեգիոներից պահանջը։ Հայը նույնպես որ գնում է արտասահման, լեգիոները համարվում։ Ու որ գնացիր, այնտեղ ոչ մեկ քեզի գրկաբաց, տենց դեմքիդ նայելու են, ուրախանալու են, ասել են, բարի գալուստ, բան, բայց կոլեկտիվի ներսում թեկուզ իմ դիրքի խաղացող է գալի։ Մեկը կմտա կոնկուրենտ է։ Հա, կոնկուրենտ է։ Ու իրանից պահանջը ավելի մեծ է լինելու, իրենք պետքա ցույց տան դա որ պատրաստ են ու ավելի լավն են ու ամեն խաղին, ամեն պարապմունքին այդքա պիտի անեն։ Իսկ հայերը կարող է գնան 1 չխաղացրին, 2 չխաղացրին, քանի դեպք է հիշեք որ հայ խաղացողը գնացել է հետայք է։ Այո, եղել է շատ դեպք։ Այդ ինչի խնդիրն է։ Այո, համաձայնում ես։ Չէ։ Հա։ 1 խաղացող գնացել է 1 2 3 թիմ, հետո հետայք է էլի։ Այդ 3 հատ թիմն էլ մարզչի խնդիրն է կամ 2 թիմ։ Հա, մեկ պետք է այդ մեղքի բաժինը մեր մեջ գտնենք։ Առաջինը դու ես մեղավոր, մեկը ոնց է վերցնես։ Բոլորը ասում են որ դու լավն ես, մենք ուզում ենք որ դու մնաս, բայց քո գումարի փոխարեն մենք 2 հատ մեր խաղացողի կբերենք։ Հայաստանում հիմա հայ խաղացողը այդպես գումար չի ստանում երևի։ Մի տեղ թուլացար, քեզ էդի ասելու են։ Մի խաղ վատ խաղացիր, քեզի ասելու են որ դու ստեղ վատ ես խաղացել։ Դրա համար պետքա պատրաստ լինես, հեշտ չի լինելու։ Հետ հայաց գցենք դեպի ձեր անցած ճանապարհը։ Որ հատվածում էր որպես այդպեսին ըստ ձեզ կարիերայի ամենասենց մեծ ու շոշափելի աճը, որտեղ դուք զգացիք, որ ես այլ մակարդակի վրա եմ բարձրացել որպես ֆուտբոլիստ։ Երբ որ գնացի Ժետիսու Ղազախստան առաջին ակումբից որ գնացի, այնտեղ զգացի, որ ավելի բարելավում է։ Երկրորդ տարին ավելի լավ էր, այդ ենգավ երևի Իտալիայի խաղերի վաղտե Հունաստան, Իտալիա այդ պերիոդներ, հետո եկան այդ հնարավորություններ ավելի լավ լինելու դասավորվելու, բայց այնտեղ ինչ որ խնդիրներ առաջացան չեղավ։ Իսկ այն պատանեկան տարիքից էլ հենց արագությամբ աչքի եք ընկել, թե հետո ես չեմ ասել, միշտ կողից են ասել, ես չեմ զգացել, որովհետև նախ երբ որ ես սկսել էի ֆուտբոլ խաղալ, այդ մանկապատանեկան տարիքից մեր թվում ունես մի հատ արագ երեխա կար, որ գնդակը կենտրոնից տաշում էր առաջ ուղակի ու գնում էր ու հասնում էր, ֆանտաստիկ արագություն ուներ ու չէր երևում։ Ես միշտ այդ մանկապատանեկան տարիքում հարցակող էի խաղում, կենտրոնական հարցակող էի խաղում մինչև 14-15 տարեկան։ Ու այնպես որ ասեմ, ոչ մեկ ինձ այդպես բան չի ասել, ոչ մեկ չի ասել որ արագ ես կամ ինչ-որ այնպես։ Հետո երբ որ միանգամից ինձ տեղափոխեցին աճ պաշտպանի դիրք, սկզբից ձախ պաշտպանի, որտեղ ես կյանքում պայքարների մեջ մտած չկայի, այդ հարցակող խաղալուց գլխով գնդակին կպած չկայի, պայքարների մեջ մտած չկայի, ինձ միանգամից բեկալում են ու տեղափոխում են ձախ պաշտպանի դիրք։ Ես ինձ զարմացածի լավ, 1 2 3 խաղ, հետո տանում են աճ պաշտպանի դիրքում են փորձարկում ու տենց մնաց։ Հետո երբ որ եկա վերադարձա Փյունիկ,
Էդի 17 տարեկանի հավաքականներ որ գնացի, ինձ դրեցին աշպաշտպան։ Հետո եկա Փյունիկ, այնց մոռացի աշպաշտպանը, հիմա աշկսապաշտպան ես խաղում։ Փյունիկում Մինասյանի վախտով որ սկսեցի խաղալը։ Իտալիայի խաղից հետոն է, որ սա սկսեցին արդեն դրա մասին խոսել էլի։ Բայց մինչև այդ այտենց ոչ մեկ այտենց բաներ չէր խոսում։ Դուք ասում եք, որ զուգահեռ ձեզ հետ կար երեխա, ով ֆանտաստիկ արագությամբ աչքի էր ընկնում։ Այն ինչու չենք կարողանում մենք մյուս հյուրերն էլ մեր Հենրին էլ Ավագյան, մյուսներն էլ ասում են ունենք շատ ուժեղ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Այ որտեղ մենք չենք կարողանում նրանց այդ օգնենք, որպեսզի հասնեն այն մակարդակին, որը որ մեզ անհրաժեշտ է։ Խաղացողները, որ աստղերը դուրս են գալի ջահել, արդեն 16-17 տարեկան են, արդեն բայց խաղում են մեծահասակների մեջ, իրանք այնց ակադեմիաներից են դուրս գալի, որտեղ իրանք առավոտից գիշեր այդ ակադեմիայում են ապրում։ Սպորտը շատ դժվար բան է։ Ինքը 1000-ից եթե մի հոգին դառնում է ֆուտբոլիստ, էդի ուրեմն լավ արդյունք է, բոլորը այդ են ասում։ Մեր թվի երեխաները, որ հավաքվեցին 92 թվականի, էդի ջոկած երեխաներ էին ամեն ռայոններից, ման բերած, ու որ հարցնում էին մարշին sense հարց էին տվել, իսկ այդ որ ես ասում եմ, ասեն, այս երեխաներից մի 10 հոգին ասում են ոնց է չլինի ֆուտբոլիստ կդառնա, չէ՞, մազը ասում է գժվել եք։ Եթե մի հոգին դառնա, ես ասում եմ, գիտեք, ինչ ուրախ կլինեմ։ Ու մեր տարիքից դուրս եկանք ես, Վատոն, հավաքական Հասան գոնե։ Ես ու Վատոնն էի։ Այդ հարց գա, ասում եմ, տանգ ես, կոտանգ ես չի։ Որ մարզչից որ հատկությունն է ձեզ մոտ փոփոխվել, հղկվել, ավելացել, պակասել։ Նախ շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, սկսած մանկապատանեկանից ու մոտ եղել եմ, որոշները հիմա ողջ չեն։ Իրոքից եղել են մարզիչներ, ովքեր տվել են ինձ ճանապարհ, բացել են դուռը։ Մինասյան Վարդանն ա եղել որպես առաջին իմ պրոֆեսիոնալ մարզիչ, Ռաֆայել Նազարյանը, որը իր խորհուրդը մինչև հիմա ես հիշում եմ ու դա միշտ պահում եմ ուղեղում, Սուրենը Չախալյան, Օսեյան Արտակը, շատ խելացի մարզիչ, Արմեն Գյուբուդաղյանցը։ Ամենակարևորը այդ բոլոր մարզիչները հոյակապ անձնավորություններ են եղել։ Հիմա Տուլիպան մեր։ Իրանք այնց խորհուրդեր են տվել, որ կյանքին է վերաբերվում դա, ոչ միայն ֆուտբոլին։ Ու դրա համար բոլորից էլ ես շնորհակալ եմ։ Իսկ տենց մտքեր ու այդ ամեն ինչ նշում եք, արդեն sense հավաքվում են գլխում, որ հետագայի մասին։ Եթե ուզում եք հարցնեք, ես գնալու եմ արչական ուղով, դա չեմ որոշել, միշտ ասել եմ չէ, որովհետև ֆուտբոլի ամենաշնորհակալ գործը դա մարշի գործն է։ Ամենածախսատար, ամենահոգսով լի, ամենաառողջության քայքայող, ընտանիքին ամիսներով, տարիներով չտեսնել, դա ամենաանշնորհակալ գործն է մարզչի։ Իրոք պետք է ֆանատ լինես ֆուտբոլի, որ կարենաս քեզ նվիրես այդքան իրան։ Դրա համար չգիտեմ, միշտ ասել եմ, որ չէ, ավելի շատ մտածել եմ երևի ինչ որ տենց ֆուտբոլային մոտ ինչ որ գործունեություն, ֆուտբոլի ասպարեզում, բայց մարզչականը դա ամենավերջին տարբերակն է։ Ձեր կարիերայի ամենադժվար հատվածը որպես այդպեսին ո՞րն է։ Կյանքը առաջ է շարժվում, մեկը ոնց էլ դու վերցնես ու դա եղել է հիմնականում ես ամենաշատը տխրել եմ հենց հավաքականի խաղերի այն վատ պարտությունները Նորվեգիա, Իտալիա, ուդար по самолюбию էլի անձնական վիրավորանքի նման մի բան է, որովհետեւ որ դուս ես գալի դաշտ, կոպիտ ասած մտածում ես արել ես էլ եմ ֆուտբոլիստ, իրանք էլ են ֆուտբոլիստ, այտենց մտքերը արդեն տենց խաղից հետո դու գալիս էլի, դա շատ ծանր տարվող զգացողություններ են, որ ոչ մեկին չեմ ուզենա որ զգան։ Աստված առաջ թող Հայաստանի ֆուտբոլը այնքան զարգանա, որ ասես դեպքեր չկրկնվեն։ Այդ տեսնում եք սիրելի հետևորդներ, որ մենք շատ հաճախ կողքից նայում ենք, բա լավ դեխի եք դուրս եկել խաղադաշտ, որ ասենք տենց պետքա լիներ, չէ, իրենք էլ են միս ու արյունից, իրենք ավելի ծանր են տանում։ Մենք միգուցե վաղը մյուս օր գնում ենք աշխատանքից մոռանում ենք։ Իսկ դուք մենք դրանից հետո էլի դրա մեջ ենք, էլի այդ վիդեոները նայում ենք, անալիզ ենք անում, մի հատ նորից ենք վերապրում էդի, հետո դուս ես գալիս ես տուն ասում են, բախիտ են եղավ, նորից ես հիշում, հետո դուս ես գալ ընկերները տենում ասում են, արա այդ ինչ արեցիք, այդ առակը արեք մի հատ նորից, ու տես այդում։
Ներկայումս հավաքականի գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանն է, որպես այդպիսին համենայն դեպս ֆուտբոլասերների աչքերի տեսանկյունից որոշակի փոփոխություններ կան, կա ինչ-որ մի բան, որ բերել է Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքական, մենք դա չենք տեսնում, բայց դա շատ կարևոր է։ Պահանջկոտությունը, խստությունը դաժան այդտեղ, որ պետքա անես։ Եթե ուզում ես տեղ լինես, պետքա էսի անես։ Եթե չէ, արդյունք չեմ ունենա, բայց ուր մեկը կխաղա։ Այդ լոգիկայով էլի։ Մեզ պետք էր միշտ հավաքականում ուժեղ ձեռք մարդ, որը բռունցքի մեջ է պահելու։ Պարտադիր էսա պետք, ոնց որ ասած, կոպիտը ասում ես, էսա պետք։ Ուրիշ բան քեզնից չենք ուզում։ Այսինքն պետքա կուրորին ինչ-որտեղ հավատակ այդ հա, ու всё, անենք։ Հա, նես չի եղել, սենց ասեմ, միշտ էլ որ ասում են վատ մթնոլորտ կամ ինչ-որ մի բան Հայաստանի հավաքականի խաղացողների փոխհարաբերությունների մեջ, դա չի եղել երբեք։ Հիմա անցնենք գոլերի պահին, որտեղ կուլմինացիոն պահին է հասնելու դրվագը, պաուզա է լինելու ու պետք է ասեք ինչա կատարվելու հետագայում։ Էս Հունաստանի խաղն է։ Վրաստանի։ Էսի Վրաստանն է։ Հա, Վրաստանը, հա, Գևորգն է գալիս, հա, խփում է։ Ոստեից խփում է միանգամից գոլին։ 2-1 թե 3-1։ Այո։ Տիգրանն է կարծում երկու գոլեր ունի։ Շատ ճիշտ է։ Շուտվա։ Էս Յուվենտուսն է։ Այաքսի հետ։ Ճիշտ ասած չեմ տեսել, չգիտեմ, բայց Ես պահին ոնց է լինել։ Պահին չգիտեմ, կարող է կրոնգով պաստասերանսի խփի կամ կարող է ֆորա ինքը խփի։ Չեմ տեսել, ճիշտ ասած չգիտեմ։ Լավ, դե ուրեմն տեսնենք, այստեղ Նեդվեդն է գալիս դրվագը փրկելու։ Այսինքն Այսի չի տեսել։ ոտնաթաթի դրսի մասով ու Այսին պահա։ Դե հա կարծում եմ Կամոն ջան դու ես գոլը չես տեսել կադրով Չէ, շատ եմ տեսել։ Լավ, շնորհակալ եմ։ Վերջի հատվածում ունենում ենք բլից հարցեր, այնպես որ գնացինք։ Ձեր կարիերայի լավագույն խաղը նորից ապրել, թե ապագայում խաղալ այդ խաղը։ Ինչ ֆիլոսոֆսկի հարցեր։ Էլի ապրել թե մեկը եթե ապագայում խաղամ, էլի կապրեմ, էլի այդ բանը։ Չէ, դե այնտեղ արդեն ելքը ուրիշ ձև կարող է լինի։ Չէ, все-таки ես եթե ապրեմ թողնի ապագայում։ Շատ լավ։ Մեկ մրցաշրջան առանց վնասվածքների, թե մեկ մրցաշրջան բոլոր խաղերում հաղթանակներով։ Մեկ մրցաշրջան բոլոր խաղերում հաղթելով։ Խաղալ քո սիրելի մարզչի, թե սիրելի թիմակցի հետ։ Մարշ։ 90-րդ րոպեին հաղթական գոլ խփել, թե վերջի վայրկյաններին գոլ փրկել։ Եթե այդ գոլը հաղթական է, գոլ խփել։ Ձեզ հիշեն որպես մարտիկ, թե որպես վարպետ ֆուտբոլիստ։ Մարտիկ։ Մեկ տարի խաղալ աշխարհի լավագույն ակումբում պահեստային, ստացվում է չխաղալ։ Հաստատ չէ, արդեն կարելի շարունակել։ Երկրորդ տարբերակը միջին ակումբում լինել անփոխարինելի։ Երկրորդ։ Լուր առաջնորդ լինել, թե հանդերձարանի գլխավոր մոտիվատորը։ Չէ, լրություն։ Կարիերայի սկզբում իմանալ ապագան, թե ամեն ինչ բացահայտել քայլ առ քայլ։ Երկրորդ տարբերակ։ Ավելի շատ տաղանդ ունենալ, թե ավելի ուժեղ բնավորություն։ Բնավորություն։ Հայաստանի հավաքականի հետ մասնակցել աշխարհի առաջնության, թե ակումբային մակարդակում հասնել Եվրագավաթի եզրափակիչ։ Անես մարդու է կարծալի, որ ոչ ընդեղ ա եղել, ոչ ընդեղ որ երկուսներ կուզեի։ Լավ երկու տարբերակներ ուրեմն վերցնենք։ Եթե երկու տարբերակներ։ Որտեվ մեր բոլորի շահերից է բխում այդ ամենը։ Մեկ տարի առանց հեռախոս, թե մեկ տարի առանց ավտոմեքենա։ Վայ մաման։
Հարցնում եք մարդու, որ քայլել ընդհանրապես չի սիրում ու հեռախոսն էլ դժվար հարց է շատ։ Լավ, եկեք առանց մեքենա։ Դե հիմա սա կյանքը հեռախոսի մեջ է։ Միշտ իմանալ, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին, թե երբեք չիմանալ այդ ամենը։ Ավելի լավ է չիմանալ։ Շատ ժամանակ ունենաք, թե շատ փող։ Դե դժվար հարց է, էլի։ Եթե ժամանակ ունենում ես, բայց ոչ մի պիտանի բան չես անում, ում է պետք է ժամանակը։ Եթե բալանս լիներ, լավ կլիներ, բայց այս դեպքում ավելի լավ է թող ժամանակը լինի։ Ու վերջին հարցը, ձեր կյանքի մասին գիրք գրեն, թե ֆիլմ նկարեն։ Ֆիլմը ավելի հետաքրքիր կնի դիտելը։ Շատ չգիտեմ, հետո պետք է լինի, որ իմ համար գիրք Շնորհակալ եմ շատ Կամո ջան զրույցի համար։ Սիրելի հետևորդներ, դուք տեսաք, համոզված եմ, նաև զգացիք, որ Կամո Հովհաննիսյանը ինչքան էլ տենց համեստ է երևում, ինչքան էլ փակ անձնավորություն է իր տեսակով, բայց միևնույն ժամանակ շատ շփվող, հումորով, հավեսով ընտիր անձնավորություն։ Այնպես որ գրեք մեկնաբանությունների հատվածում ձեր տեսակետները, ձեր կարծիքները, թե Կամո Հովհաննիսյանի, թե առհասարակ մեր հայկական ֆուտբոլի վերաբերյալ, իհարկե կարող եք նաև գրել ձեր տարբերակները, թե ում հրավիրենք հաջորդիվ եւ չենք մոռանում, որ սա ինտերֆուտբոլն է, այստեղ խոսում ենք ֆուտբոլի մասին, իսկ ֆուտբոլը դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Նայք, դու ոնց կպատկերացնես, դու օրինակ կգնաս իմ ընկերներիդ հետ խաղալու, պատրաստես ինչ-որ մի հատ մրցաշարի, սիրողական նկատի ունեմ, հա, էթա կասեք ախպեր լավ, այսօր մի հատ այսօր այս տակտիկան ենք դնում, տենանք այսօր ոնց կխաղանք, որ այն խաղին պատրաստ լինենք։ Տենց բան չի լինում, էլի, բոլորը դուրս են գալի, որ հաղթեն։ Մեկին Ամերիկա է ուղարկել սերտիֆիկատ, մեկին Կանադա, մեկին չգիտեմ որտեղ արենք էլ ինչ ասես սերտիֆիկատները ուղարկում, ու գալիս է ժամանակը, որ պետք է արդեն կողմնորոշես ուր ես այդում, զանգում ես ասում ես ինչ կա, ասում ախպեր չեղավ։ Ապրեք։ Ոչ մեկ չի կարող ասի ինչն է պակաս, բայց ասում են մի բան պակաս է։ Այդ ինչ որ ոչ մեկ չի հասկանում ինչ ա եղել, բայց ասում են նախ էտա, մի բան չկա։ Հիմա անգելինք ման են գալի, այդ ինչն է պակասում, հիմա այդ ուղու մեջ են գելին։ Որպես այդպեսին տարիքի հետ ամեն ծնունդը նշելուց հետո այն որ զգում ես որ թիվը փոխվեց, մեծացավ, ինչ որ ներքին անհանգստություն, բան առաջանում է որ դե կարող է գալիս է արդեն այդ ժամանակը։ Դες վերջերս է։ Երբ որ դու չես սկսում դրա մասին մտածել մինչև այն պահը, երբ որ ուրիշները չեն սկսում դրա մասին խոսալը։ Մի քանի ժամանակ առաջ կար sense բան կա ֆուտբոլում, ասենք վարժություն կվադրատ լսել եք, սկզբից մտնում են մեջ ամենաերիտասարդները։ Մի 3-4 տարի առաջ, երբ որ Հայաստանում չէի, ես միշտ մեջ սկսում էի։ Հիմա ձև չկա։ Ու բոլորը հիմա սկսում են դրա մասին խոսալը արդեն տարիք։ Ֆուտբոլիստները ոչ մի բան չգիտեն, բացի ֆուտբոլ խաղալուց, բայց իրենք խելացի են։ Բան կա, չէ, որ մտածում են սա սպորտսմենները մի քիչ տուպավատի են։ Բայց այդպես բան հաստատ ասում եմ դեզի չկա, իրենց ուղղակի սպորտսմենները ուղղակի ուրիշ ձև է աշխատում։ Այ, շատ լավն էր։ Սաղի դուր եկավ։ Կտրենք ես։ Իսկ Կամո Հովհաննիսյանը ալկոհոլ օգտագործում է։ Անջատել եք, չէ։ Երեք պիտի գայք տենե։ Կա տենց ակումբ, որ երկրպագում եք։ Ռեալը։ Ռեալը։ Հա, դու փոքրուց ետ ա եղել, բայց ես վերջերս արդեն վերջին, չգիտեմ, 2-3 տարին։ Ինչի։ Ես ավելի շատ սիրում եմ այն հին ֆուտբոլն եմ սիրել։ Որտեղ հետաքրքրություն կար։ Հիմա ֆուտբոլ դառել է մաթեմատիկական բան, էլի, հաշվարկ։ Ինտերինը կարանք հիշենք Յուվենտուսին, Լիվերպուլ, Մալդինի, Գատուզո։ Գատուզոյի նման մի հատ աբորնի ունենանք հիմա։
Ավելի հաճույքով ա եղել, հավեսով ա եղել, էս մի քիչ հիմա ինքը էլի լավ, չեմ ասում որ ինքը վատն է, բայց ուրիշ է։ Չնայած կարող եմ այս հասարակությունը հիմա նայում եմ, այն խաղերը նայելու ասում եմ, էսի ֆուտբոլ էր, էս ինչ է գնա։ Օրինակ շատ եմ տպավորվել բանով Օլիս է։ Հո, Ինքը հենց կոնկրետ փողոցային ֆուտբոլ է խաղում։ Էй ոչ մի չի քննարկում որ Ռեալ աշխարհի ամենալավ թիմն է։ Դա մի քիչ ուրիշ հարց է։ Բայց զուտ ֆուտբոլի առումով, ֆուտբոլային բավարար խաղացած ֆուտբոլը հիմա ավելի ուժեղ է, քան թե դու իմ համեստ հայացքով։